Օրեր առաջ Դաշնակցության շարքերը լքած 24 լոռեցիներ ճնշումների են ենթարկվում հիմնադիր խորհրդանին միանալու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել հիմնադիր խորհրդանի քարտուղարությունը, պնդելով, թե նախկին դաշնակցականներին են այցելում Հանրապետական կուսակցության անդամ գյուղապետներ, ոստիկանության թաղայիններ ու ազգային անվտանգության ծառայողներ, հոգեբանական եւ այլ բնույթի ճնշումներ գործադրելով նրանց նկատմամբ։ Կուսակցության շարքերը լքած Արմեն Լամբարյանն Ազատության հետ զրույցում հաստատեց, որ իր նկատմամբ հոգեբանական ճնշումներ են գործադրել ոստիկանության աշխատակիցները։ Ես տանը չեմ եղել, որ ոստիկանները եկել են իմ տուն, հետո հեռախոսով զանգահարել ու սկսել են հարցաքննել, պատմում է Լամբարյանը։ Հիմնական հարցը սենց է, ինչի եք դուս եկե եւ այլ խեր միացա հիմնադիր խորհրդարանին ու ասեն որոշակի անկետային լրացումներ են արեն տանեկի կազմը, որտեղ աշխատում ինչ եկամուտներ ունի եւ այլ։ Իսկ ովքեր էին ձեզ զանգահարողները։ Թաղայիններն են եղել։ Լամբարյանի խոսքով իր արդեն նախկին կուսակից ընկերներին էլ են գյուղապետերը հարցաքննել, ոմանց ոստիկանության, մյուսներին էլ ազգային անվտանգության աշխատակիցները։ Սա հալածանքների նման է։ Արտարոց երևույթ ասած, մարդը հանցագործ չի։ Մարդը կուսակցությունից ընդհանրապես դուրս է եկել, չհամաձայնելով կանեսին ինչ խնդիրներ է։ Դա իրանց ռեալիստական շրջանակներում չի կամ ասեն գյուղապետն չի մարա, հետաքրքրվում, ինչի մարեն դուս եկել կուսակցություն։ Հիմնական հանրապետական գյուղապետներն են մոտ։ Իրա քաղաքացիական իրավունքն է, որտեղ կուզի կմնա, որտեղ կուզի կդուս գա։ Հիմնադիր խորհրդանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը պնդում է, որ իրավապահ մարմինների ու գյուղապետերի հարցաքննությունները եւ տվյալներ հավաքագրելու փորձերը այլ ենթատեքստ ունի։ Փորձում են վախեցնել նրանց, որ չանցնեն մեր շարքերը։ Ազատությանը փոխանցեց Ավետիսյանը։ Մարդկանց հարցեր են տալիս, ճշտելով նրանց, ակնարկելով նրանց թույլ տեղերը, նրանց խոցելի տեղերը, որ կարող են դրանց վրա ազդել, այսինքն երեխային աշխատանքից ազատել, իրեն աշխատանքից ազատել, սեփականությունից զրկել, բիզնեսը խլել եւ այլն։ Ավետիսյանը պնդում է, որ այժմ իշխանության հետ համագործակցող Դաշնակցությունը քաջատեղյակ է ինչ է կատարվում իր նախկին կուսակիցների հետ։ Դաշնակցության խորհրդանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը զառանցանք համարելով այս պնդումը նշում է, որ կուսակցության շարքերը լքածներից միայն երկուսն են Դաշնակցության անդամ եղել։ Ես չեմ ցանկանում որևէ հայտարարություն մեկնաբանել, Ազատությանը փոխանցեց Վարդանյանը, հավելելով, թե Դաշնակցությանն այս ամենում ներքաշելու հիմնադիր խորհրդանի փորձերը անտեղի են։ Ես հասկանում եմ, թե նրանց վրա ինչպես են ազդել կոնկրետ մարդիկ, նախախորհրդարանի հիմնադիր խորհրդարանի անդամներ ինչ են արել։ Իմ խորհուրդը կլինի այդ մարդկանց, որոնք այլևս բնական է դաշնակցական չեն կամավոր եւ հրապարակային հայտարարել են, որ դուրս են գալիս, թող վայելեն հիմնադիր խորհրդարանի իրենց ընդհանրությունը, բայց իմ խորհուրդը կլինի, թե կոնկրետ իրենց հանդեպ որևէ ճնշում կա, այդ մասին արդեն իբրև հիմնադիր խորհրդարանի անդամ բարձրաձայնել, անուններ նշել եւ չփորձել դաշնակցությանը ներքաշել իրենց այդ խաղերի մեջ։ Դաշնակցությունը դրա հետ որևէ կապ չունի։ Դաշնակցության շարքերը լքած ու հիմնադիր խորհրդանին միացած Արմեն Լամբարյանը չի պատրաստվում ոստիկանություն դիմել, նշելով, որ իրեն անօրինական հարցաքննողները հենց ոստիկանության աշխատակիցներն են եղել։ Հիմնադիր խորհրդանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանն էլ պնդում է, որ իրենց հայտարարությունը արդեն հաղորդում է հանցագործության մասին, թող ոստիկանությունը զբաղվի դրանով, թեպետ քիչ հավանական եմ համարում դա, Ազատության հետ զրույցում ասաց Ավետիսյանը։